Իշխանությունը լայնածավալ արշավ է սկսել մեր դեմ։ Փորձում են ներկայացնել, թե մեր գործունեությունն ունի ռուսական ֆինանսավորում։ Այս բացարձակ կեղծիքը տարածվում է կոնկրետ սխեմաներով։ Օրինակ, Կավկասկայա քրոնիկա կոչվող կասկածելի կայքը մի քանի օր է տեղեկություն է տարածել, թե մեզ ֆինանսավորում է ռուսաստանցի հայ գործարար։ Մտնում ես այս կայք, այս բացարձակ կեղծիքը տեսնես որտեղից է գալիս, նայում ես աշխատողներ, լրագրողներ, ադրբեջանական ազգանունով մարդիկ են, արհեստական բանականությունով գեներացված տվյալներ են ամբողջը։ Դոսիե կոչվող կայքը մի քանի օր առաջ տեղեկություն հրապարակեց, թե ռուսական ֆինանսավորում ունենք մենք։ Ուզում ես հասկանալ սա ինչ կայք է, տեսնում ես ռուսական իշխանությանը ընդդիմադիր մեծահարուստ Միխայել Խադարկովսկու կայքն է, որը հայտնի է անանուն կեղծ տվյալներ որպես տարածող կայք։ Սրա հիման վրա Դանիել Իոնիսյանը վերցրել է եւ հանցագործության մասին հաղորդում է ներկայացել մեր դեմ։ Քրեական օրենսգրքի մեջ չվերաբերող ընդհանրապես ծիծաղելի հոդվածներով։ Ընդ որում այդ հանցագործության մեջ հաղորդման մեջ ներկայացված է հարցը այնպես, թե իբր հաստատված է, որ մենք ունենք ռուսական ֆինանսավորում 926 միլիոն դրամ։ Նախ այս մարդու գործունեությունը իմ համոզմամբ նա կազմում է իշխանության մաս, որտեղ նա սպասարկում է իր այս քայլերով ու այս ամբողջ ընթացքում իր գործունեությամբ իշխանության շահերին եւ նրա քայլերը որպես փոխանցում են դիտում իշխանությունը հետապնդումների համար։ Ես ուզում եմ պատասխանատու հայտարարել, որ մեր ֆինանսավորողների ցանկը ամբողջությամբ հենց այս րոպեին պատրաստ եմ հրապարակել։ Եթե ՔՊ-ն ինքը կհրապարակի իր ֆինանսավորողների ցանկը։ Ու հետաքրքիր է Դանիել Իոնիսյանը, մյուսները նույն հետևողականությամբ ինչու չեն ՔՊ-ին պահանջներ ներկայացնում, որ հրապարակեն։ Միլիարդավոր դրամներ են ծախսում։ Կոռուպցիոն, կասկածելի սխեմաներով ամեն միջոցառում միլիոնավոր դրամներ արժի։ Ու այս կազմակերպության գործունեությունը նույնպես օտարերկրյա ֆինանսավորումներ ունի։ Այս սրանք հարցեր են, որ պետք է պարզել։ Այս հանցագործության մասին հաղորդման հիման վրա էր հանրային հեռուստաընկերությունը ռեպորտաժ է պատրաստել, որը էլի կեղծ տեղեկությունների հիման վրա է։ Եվ ոչ ոք այս մարդկանցից մեզ այդ նախապես չի քննարկել, կարծիքը մեր չի լսել, չի ճշտել որևէ տեղեկություն մեզանից։ Մինչդեռ մենք միշտ պատրաստ ենք եղել դրան։ Դրա համար մենք հանրային հեռուստաընկերությանը զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու հայցադիմում ենք հենց հիմա նախապատրաստում։ Զրպարտության հայցադիմում ենք նախապատրաստում ընդդեմ Դանիել Իոնիսյանի, ավելի նրա դեպքում նաև հենց հիմա ուսումնասիրություններ են արվում քրեական պատասխանատվության հիմքերը հստակեցնելու նպատակով, այս արշավը, այն էլ այս պատասխանատու նախընտրական քարոզչության փուլում գնահատում ենք բարձր վտանգավորություն ունեցող քայլեր, որոնք ուղղված են իշխանության շահերի սպասարկմանը եւ մեր պետականության դեմ են ու հատկապես մեր գործունեությանը նպատակ ունեն խաթարել ու վնաս հասցնել։ Իսկ հիմա դիմում եմ մեր ընտրողներին, սիրելի քաղաքացիներ, մենք պետք է ընտրություն անենք հանուն մեր երկրի, մեր հանուն հավատի ու ապագայի։ Որևէ կերպ չպետք է ընտրություն անենք ելնելով օտար ազդեցություններից, նրան թե ռուսական ազդեցությունն է, ադրբեջանական ազդեցությունն է, եվրոպական կամ որևէ այլ։ Մեզ պետք է իշխանություն, որը բացառապես ղեկավարվում է Հայաստանի շահերով։ Խնդրում եմ ձեզ որևէ կերպ թույլ չտանք, որ այս կեղծիքները տարածվեն կամ որևէ նշանակություն ունենան։ Եվ քվեարկությանը գնանք ու քվեարկենք առանց վախերի, այլ հանուն մեր երկրի։ Քվեարկեք միասնության թևերի օգտին։ Քվեաթերթիկ համար 6